ես պարզ ասեմ, որ յուրաքանչյուր բաժանմունքի պետ ցանկություն ունի դառնալ բաժնի պետ, միլ պետ դառնալ այդ խոսքով ասեմ, միլ պետը ցանկություն ունի վարչության պետ դառնալու, վարչության պետը նախարար դառնալու, ցանկությունը բոլորի մոտ կա եւ դա վատ ցանկություն չի։ Եվ այսօր ոչ մեկը չի կարող դրան քննադատաբար վերաբերվել, իհարկե եթե աշխատում են եւ նախարարն է որ նշանակվում է առանց իր ցանկության չի նշանակվում։ Բոլորի մեջ է կա ցանկություն, սակայն մենք պետք է իմանանք, որ նախարար դառնալը եւ ընդհանրապես բարձր պաշտոնյա դառնալը դա հենված չի նրա վրա, որ խոսեն, կասեն, ցանկությունները, բոլորն ունեն այդ ցանկությունը։ Եվ ես չեմ էլ ուզում ժխտեմ այդ հանգամանքները, ինչ-որ ցույց տալ, որ տհաճ է, երբ որ խոսում են ուզում ես նախարար ձեզ նշանակեն, բան ոչ, դա տհաճ չի, բայց ամեն ինչ ունի իր ժամանակը։ Եվ փառք Աստծո, այսօր ես չեմ գտնում, որ տենց արժանինքները չունեմ առաջ գնալու, բայց եթե նշանակվել են նախարար, ուրեմն երկրի ղեկավարը ավելի բարձր է գնահատել նրա արժանինքները եւ նշանակել է իրեն։ Եվ ինձ թվում է, որ սա շատ երկար քննարկելու թեմա չի եւ ես կուզենայի, որ իսկապես այդ հարցը շատ շոշափվի թերթերում։ Շնորհակալություն ես։ Այո, իմ տղան զբաղվում է բիզնեսով եւ ես հավատացած եմ, որ ավելի վատ արձագանքներ կլինեն, եթե իմ տղան լիներ մաքսայինում, լիներ հարկայինում, լիներ դատախազությունում, մյուս կասեին տարել իր տղային խցկելա ու ինչ-որ։ Չէ, իմ տղան իսկապես ավարտելով ես նախկինում եմ ասել, իրավաբանական ֆակուլտետը, մագիստրատուրան չընտրեց իր հոր ճանապարհը եւ ցանկություն չունեցավ պետական որևէ կառույցում աշխատել եւ որոշեց բիզնեսով զբաղվել, այո։ Սկզբում եթե հետեւած լինեք, կտեսնեք նա փոքր խանութ էր բացել Մոսկովյանի վրա 60 քառակուսի աշխատեց, որից հետո բացեց Կոմիտասի վրա էլի փոքր խանութ, որից հետո 1 տարի հետո մեծացնելով, այո, Սայաթովայի եւ Աբովյանի խաչմերուկում բացել այնտեղ խանութ, փառք Աստծո ինչի թվում որևէ մեկը ինչ որ վատ արձագանքներ են ստանում իր խանութից կամ հենց անձամբ իրենից, ինչ նշանակ նման այդ խանութը ինձ թվում է այտենց կարիք չունի, որ ինչ-որ ստիպողաբար գնան, բայց ասեմ, ձեր հոդվածից հետո կարող է շատ ոստիկաններ ընդունեն, եթե մնացածը գնում են, մենք էլ գնանք անպայման, եւ առևտուրը կարող է լավանա նաեւ։ Ես ասեմ ձեզ, դա նաեւ ռեկլամ է, այդ հակառեկլամը, բայց դա իհարկե կատակի տեսքով մնացածը իմ էությամբ ես այդպիսի մարդ չեմ։ Եվ ինձ թվում է, որ ես ոչ դա հերյուրանք եմ ուզում, դա իհարկե ժողովրդին հետաքրքրում է եւ կարող եք այդ հարցերն տալ, պատասխանը ստանալ, բայց ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ նման բան լինել չի կարող։ Ոստիկաններին ես իջնեմ այդ աստիճան, որ նրանց պարտադրեմ, որ գնացեք այդտեղից ինչ-որ առևտուր արեք, դա ինձ բնորոշ բան չի։ Հաջորդ հարցը։ Ինչ։ Ինչի Մոսկվիչ կասեմ ձեզ։ Ուրեմն առաջի խանութը Մոսկովյանի վրա որ տղաս բացել է, դա եղել է իր պապիկի խանութը, որը դեռ սովետական ժամանակից Մոսկվիչկա էր կոչվում։ Եթե կհիշեք, դա հացի խանութ է եղել եւ Մոսկվիչկա է եղել։ Ինքը, եթե սուտ չասեմ, ինչքան ես այդ խանութը գիտեմ, մի 40-50 տարի դա եղել է Մոսկվիչկա խանութ հենց։ Դա իր պապիկի խանութն է, իր պապիկից իրեն մնացել է այդ խանութը, փոքր խանութը, որը եւ սկսեց այդտեղ գործտեությունը, հետո մյուս տեղերը որ բացեց, էլի նույն անունը դրեց ինքը։ Ուզում եմ ասեմ, ինչ որ նպատակ չկա դա։ Ինքը լավ է հնչում Մոսկվիչկա, ված չի ինչու, բայց կապ ունի այդ խանութը։